Լավ Գորջան, ինչ եղավ որ այդպես որոշեցիր հենց այս քոկերով զբաղվել արմատների, ինչ խնձորը գլխի դնգավ, գիշերը երաստեսար, ինչ եղավ։ Ես երկաթուղային եմ։ Հա։ Աշխատել եմ լոկոմոտիվային, Լեննագանի լոկոմոտիվային դեպոյում։ Հա։ Աշխատել եմ մեքենավարի օգնական, աշխատել եմ մեքենա։ Լորվա կողմերը, երբ որ գնացք եմ տարեմիջև Սանային այրում, սիրահարվել եմ այդ ծառներին, այդ անդարներին։ Հա։ Հա։ Նույնիսկ ընթացքի ժամանակ եղել է ժամանակ, որ ես արդեն ծառի վրա տեսել եմ, թե այնտեղ ինչ կերպար կա կամ ինչ կա։ Խնդրել եմ բարբետներին, գծային աշխատողներին, այդ մարդիկ կտրել են, այդ ինչ որ ծառի քոկի, ծառի արմատ է տվել են։ Բերել եմ տուն, մշակել եմ, ստացվել է նման գեղեցկություններ։ Հա, հələ ստեղ նայեք, այս Այո, կողմ լորվա անդարներն են ստիպել մարդուն զբաղվել այս գործերով։ Ի քանի տարի այսօրով կզբաղվես։ Արդեն մի 20 տարի։ 20 տարի, իսկ մաշինիստ իշքան ես աշխատել։ Մաշինիստ քիչ եմ աշխատել, մի 5 տարի, 6 տարի եմ աշխատել, մաշինիստ եմ օգնական եմ, որից հետո տեղափոխվել եմ ռևիզոր եմ աշխատել։ Հա, հա։ 20 տարի ես արմատների գործով ես։ Ну 20 տարի, երբ որ արդեն թոշակի գնացի, նոր զբաղվա։ Հա։ Ստենք դե ժամանակ մի քանի հատ էր, բայց այս վերջի 15 տարում զբաղվա արդեն այս գործերով։ Այսինքն դու ակին հայտնի պետք է անես արդեն Հայաստանում երևի, հա։ Ես ամեն տարի մասնակցել եմ Գյումրվա տոնի կապակցության պետմիջոցառումների։ Փառատոններ։ Եղավ Գորջան, շատ ուրախ եմ քեզի քաջառուղ տեսնեմ, այսպես միշտ ես օմոր Գյումրի տեսնիմ որ բարբետների քաղաք է, չէ, որովհետև ով բարբետություն կերե միշտ հա։ Արհեստների եւ արհեստների բարբետ։ Եղավ, շատ շնորհակալ եմ։